Ինչ նախագիծ եք բերել, ըստ էության, որ 3 հանձնաժողովի նիստում, կոպիտ ասած, պարոն Սարգսյան, տվեցին ձեր ձեռքը, ասեցին գնացեք։ Պետք է լրացումներ կատարվի եւ այլն, բայց նաեւ ներքին քննարկում կա, որ ըստ էության քվորում չէին կարողանա ապահովել, դրա համար ասեցին, պարոն Սարգսյան, վերցրեք ձեր նախագիծը, ձրեք ձեր ձեռքի տակ ու գնացեք։ Քննաջան, նախ խնդրում եմ նման մեկնաբանություններ չանել, որովհետեւ դրանք կարող են ընկալվել որպես վիրավորական, ու ես էլ ձեզ հարցազրույց չտա։ Դա սկսենք այդտեղից։ Երկրորդը, նախագծի մասին ես մի քանի անգամ հրապարակային խոսել եմ, հրավիրել եմ բոլոր լրագրողներին, այդ թվում նաև ձեր լրատվականներին, բոլորին առանց բացառության եւ երկար պատասխանել եմ լրատվականների հարցերին։ Ու սպառիչ վերջացրել եմ բոլոր հարցերը, որևէ լրատվական հարց չի ունեցել տալու, ու նույնիսկ ամենը տևել է 30-40 րոպե մամուլի ասուլիսը։ Մի քանի անգամ խոսել եմ սրա մասին Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ եւ Շանթ հեռուստատեսությամբ եւ այլ լրատվական կայքերում իրենց հրավիրած եթերների ժամանակ նաև ունեցել ենք փոքրիկ բանավեճ։ Այս ընթացքում քննարկումներ ենք ունեցել նաև ազգային ժողովի պատգամավորների տարբեր խմբերի հետ։ Իսկ թե ինչու նիստը չկայացավ նախորդ 3 շաբթի, պայմանավորված էր նրանով, որ ես հետաձգեցի, որպեսզի կառավարությունում հասցնին նախագիծը ստանալ դրական եզրակացություն։ Այսինքն դրական եզրակացություն չստացած բերում եք նախագիծը։ Տեսեք, նախագիծը եւ դնում է շրջանառության մեջ, ինքը շրջանառվում է եւ գնում է կառավարություն, կառավարությունը ուղարկում է բոլոր գերատեսչություններին կարծիքի, եւ բոլոր գերատեսչություններից կարծիքները հավաքվում են, տեղի ունենում աշխատանքային քննարկում, ըստ անհրաժեշտության, որը տեղի է ունեցել, ու կառավարությունում եկել են կոնսենսուսի։ Դրանից հետո տեղի ունենում կառավարության պետաիրավական հարցերով նախարարների կոմիտեի նիստ։ Կոմիտեի նիստի ընթացքում ամփոփվում են բոլոր գերատեսչությունների կարծիքները եւ նախագծի հեղինակ պատգամավորը քննարկում են, որպեսզի գան կոնսենսուսի, դրա արդյունքում կառավարությունը ձևակերպում է իր առաջարկները։ Կառավարությունը ձևակերպվել է հավանություն նախագծին կոմիտեի նիստում եւ տվել է իր առաջարկները, որոնց հետ ես համաձայնել եմ։ Ըստ այդմ դրական եզրակացությամբ կոմիտեի նիստի արդյունքներով նախագիծը պետք է ներառվի կառավարության նիստ, որպեսզի կառավարության նիստում արդեն վարչապետի որոշումով գա ազգային ժողով։ Բայց մեր քարորյան այնպես ստացվեց, որ դրանից առաջ ընկավ հանձնաժողովի նիստը, որպես կանոն հանձնաժողովի նիստը գնում է կառավարության նիստի հաջորդ շաբաթվա 3 շաբթի օրը։ Այդ իսկ նպատակով ես հետաձգեցի, որպեսզի 3 շաբթի օրվա նիստը տեղափոխվի ուրբաթ, որպեսզի 5 շաբթի օրը կառավարությունում նախագիծը ստանա դրական եզրակացություն։ Չնայած նրան, որ կոմիտեի նիստում արդեն ստացվել էր դրական եզրակացություն միաձայն։ 5 շաբթի օրը կառավարության նիստում նույնպես նախագիծը ստացավ դրական եզրակացություն եւ առաջարկները ուղարկվեց ազգային ժողով։ Ուրբաթ օրը մենք գումարեցինք արտահերթ նիստ, որպեսզի դրական եզրակացություն ստացած նախագիծը քննարկենք նաեւ կոմիտեի մեր հանձնաժողովի ներառվի քարորյա նիստերի օրակարգ, այսինքն այսօր մեկնարկող նիստերի օրակարգ։ Սակայն մեր պատգամավորներից քաղաքացիական պայմանագրի կուսակցության պատգամավորներից երկուսը գտնվում են գործուղման մեջ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մեկը գտնվում էր հիվանդանոցում վատառողջ էր եւ ունեինք ընդամենը 4 ձայն, ընդդիմություն ներկայացել էին 4 անձինք, այսինքն 3 պատգամավորներ Հայաստան դաշինքից եւ Տիգրան Աբրահամյանը պատիվ ունեմ դաշինքից, ով վերջին 5 տարվա ընթացքում երևի 5 անգամ է եկել նիստերի եւ այդ 5-րդ անգամը այդ նիստն էր եւ մենք ձայները կիսվելու ենք քվեակության արդյունքում, այդ իսկ պատճառով մենք հետաձգեցինք, քանի որ արդեն նշեցի ինչ պատճառներով մենք հետաձգեցինք նիստը, առաջիկայով կգումարենք արտահերթ նիստ, թող պարոն Քոչարյանը եւ Ալեքսանդրյանը վերադառնան Ամերիկայի Միացյալ Նահանգներից, պարոն Մելքոնյանը ապակինվել է արդեն, մենք կունենանք հանձնաժողովում 7 ձայն, նախագիծը կստանա դրական եզրակացություն եւ կներառվի քարորյա նիստերի օրակարգում կամ արտահերթ նիստի օրակարգում։ Պարոն Սարգսյան, ինչ է նշանակում, դուք պնդում եք, որ ծառայությունը չպետք է լինի ձևական եւ պարտադիր։ Դուք չգիտեք, որ մեր երկրում ծառայությունը պարտադիր է։ Եվ ի վերջո, ամեն մեկը վարկ դնի իր տունը կամ վարկ վերցնի իր երեխային բանակից ազատի։ Մեր հայրենիքը ով է պաշտպանելու։ Դուք մտնում եք բովանդակային քննարկման մեջ, ես բոլոր հարցերին բազմիցս պատասխանել եմ եւ առաջիկայում կպատասխանեմ։ Դա ասենց ոտի վրա պատասխանելու հարցեր չեն։ Դա թվերով պետք է խոսել ու փաստերով։ Ես դրա մասին առաջիկայում հանձնաժողովի նիստին կխոսեմ։ Եթե դրանից հետո անհրաժեշտություն լինի, նիստը ավարտվելուց հետո ես կմնամ դահլիճում, դուք կմոտենաք եւ մյուս լրատվականները կտակ ձեր հարցերը, ես բոլորին սիրով կպատասխանեմ։ Դուք ԿՊ-ի հետ ԿՊ-ի ներսում խնդիրներ ունեք, ասում են ամբողջ թիմը ձեր դեմ է աշխատում, դուք ինքնուրույնացել եք, որևէ մեկին չեք լսում եւ որևէ մեկի կարծիք հաշվի չեք առնում եւ այլն, եւ ԿՊ-ի ներսում հենց ձեր դեմ են դուրս եկել։
Անկամ այս նախագծի հետ կապված ձեր հետ հակասություններ ունեն ձեզ հետ հակասություններ Կան պատգամավորներ, ովքեր մտահոգություններ ունեն նախագծի հետ կապված։ Կասեք անուններ, պարոն Սարգսյան։ Չեմ ցանկանում հիմա անուններ նշել։ Ովքեր են ձեզ դեմ, Անդրանիկ Քոչյանը ձեզ դեմ դուրս եկել է այս նախագծով։ Ոչ, Անդրանիկ Քոչյանը կողմ է նախագծին։ Իսկ մեկ անուն տվեք ԿՊԻ-ի ներսից, որ ձեզ դեմ է այս նախագծի մասով։ Հետաքրքիր է իմանալ, ով է ձեր դեմ աշխատում, պարոն Սարգսյան։ Երբ գալիս է նախագիծը, Այո։ մեր պատգամավորները ազատ են արտահայտելու իրենց կարծիքը եւ դրանից է բխում, որ ազգային ժողովի պատգամավորները 100-ից ավելի են, ոչ թե մեկ պատգամավոր է, որ ինքը որոշի, այլ ունենք մենք 100-ից ավելի պատգամավորներ ամեն խմբակցությունում, մեր խմբակցությունում ունենք 69 պատգամավոր։ Ցանկացած հարցի քննարկման ժամանակ, գրեթե ցանկացած, լինում են բանավեճեր, լինում են հակադիր կարծիքներ ու այս բանավիճերի ես մտքերի փոխանակության արդյունքում առաջ է գալիս լավագույն լուծումը եւ դա շատ նորմալ է ու տրամաբանական է որ նախագծի հետ կապված պատգամավորները կարող լինեն դեմ կամ կողմ կամ անեն իրենց առաջարկները կամ վերապահումով անեն իրենց առաջարկները սրա արդյունքում գանք լավագույն լուծման ու որևէ խնդիր ես այդտեղ չեմ տեսնում ավելի լավ է որ ունենք պատգամավորներ ովքեր հետաքրքրված են եւ իրենց կարծիքները արտահայտում են